Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Նախ ընդդիմադիր գործընկերների հետ կապված երևի լուրջ են ընդունել օրերս Նայարա Զորաբյանի դիտարկումը նրա մասին, որ գալիս են կներեք ուղղը մեջբերում, էշեշ հարցեր են տալիս եւ հուշկու պատասխանը ստանում են վարչապետի կողմից, այո, իրենք էշեշ հարցեր են տալիս եւ պատասխանը ստանում են եւ անիմաստ է իրենց գալը, երևի սրան են արձագանքում, ինչևէ թույլ տվեք արձագանքի իրավունքով երկրորդ հարցը հնչեցնել, այսօր Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ այսպես կոչված միջին միջանցքը Հարավային Կովկասում անցնելու է Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով, կխնդրեմ պատասխանեք, մենք այս ծրագրում Հայաստանի ներառման համար ինչ որ քայլեր անում ենք։ Ակնհայտորեն Տիկին Հակոբյան, խաղաղության խաչմերուկ նախագիծը, որը որ հեղինակել է, նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հենց նաև այս նոր փնտրվող կամ հաստատվող լոգիստիկ ճանապարհների մաս դառնալու մասին են, որը ոչ միայն Հայաստանի կողմից, այլև ամբողջ Հարավային Կովկասի կողմից, դա կարող եք ասել միջին միջանցք, բազմաթիվ փորձագետներ կան, որոնք պնդում են, որ խաղաղության խաչմերուկը ըստ էության միջին միջանցքի ճյուղ է, կամ օրինակ, չգիտեմ, համանման եվրոպական նախագծերը կան, Global Gateway-ը եւ մյուս ամբողջ աշխարհը այս օրերին նոր լոգիստիկ ուղիների հնարավորությունների փնտրտուքի մեջ է եւ մեր խաղաղության խաչմերուկը հիանալի կերպով տեղավորվում է այդ կոնցեպտների մեջ։ Ես ավելին ասեմ, հանրահայտ է, որ մենք շատ կառուցողական պրակտիկ առաջարկ ենք արել, փոխադարձաբար ընդունելի առաջարկ ենք արել Ադրբեջանին, եւ եթե դրական պաշտոնական պատասխան լինի, մենք կարող ենք անմիջապես ձեռնամուխ լինել այդ ենթակառուցվածքների ապաշրջափակմանը եւ միջին միջանցքին, մյուսին կապվելուն, նույնիսկ չզուգակցելով այդ գործընթացը մեր խաղաղության համաձայնագրի ստորագրման, ավելացման հետ։ Շնորհակալ եմ։